բոլորին խորհրդացրել է սարքել թշնամի։ Մի ոլորտը մեկին ու բոլորը բոլորին թշնամի են։ Գյուղացուն թշնամացրել է քաղաքացու հետ, Opel քշողին դասակարգային թշնամի է սարքել էլեկտրական ավտո քշողների հետ, Տարեցին դասակարգային թշնամի է սարքել հարկատուի հետ, որովհետև թոշակը նրանց հարկերից է ձևավորվում, բանվորին պաշտոնյայի հետ, բոլորը բոլորի հետ։ Ոնց կարող է պետության մեջ գլխավոր թեմա դառնալ հոգևորականի ձախ գնալը։ Երբեք տեսել որևէ իշխանություն այսպիսի քննարկում անի պետական մակարդակով, հոգևորականության մեջ ինչ կա, ինչ չկա, ինչ բարքեր են, որովհետև հասկանում են, այն կարևոր ինստիտուտ է պետականության պահպանման համար եւ ցանկացած բան, որ կասկածի տակ է դրվում պետական մակարդակով, ուղիղ ինստիտուտին է խփում, ոչ թե անձերին։ Ժամանակին նույն բանը կատարվեց, երբ գեներալների, նախկին նախագահների դատում էր, ասում էինք ինստիտուտներ են, չի կարելի կասկածի տակ դնել, քանի դուք որևէ բանում վստահ չեք ու փաստեր չունի իրավական համակարգը։ Անցան տարիներ, ապացուցվեց, որ ոչ մի իրավական բան էլ տակը չկար, քաղաքական հետապնդումներ էին, իշխանությունը պահելու եւ իրենց սև գործը անելու համար։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը խուժան, մաֆիոս թալանչի տիպ է, ըստ ադրբեջանական սոցցանցերի։ Դուք տեսել եք այդ երկրի նախագահը քննարկի այդ հարցը։